Նախ փառք Աստծուն, բարձյալ Հորը մեր երկնավոր, որ այսօր արժանացրեց մեզ սիրելի հավատացյալներ։ Այս սրբազան տաճարի կամարների ներքո աղոթք վերառաքել առ Աստված եւ նաեւ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուց, որ նաեւ Տեր այսօր արժանացրեց ինձ ձեզ հետ լինել այսօր աղոթակից այս սուրբ տաճարում։ Եկեղեցու հայրերը, քարոզիչները մեծ պակը նմանացնում են ճամփորդության, հոգևոր ճամփորդության կամ ուխտագնացության։ Ինչպես ամեն ճամփորդություն, այդպես էլ նաև հոգևորը պետք է իր առաջ մի քանի կարևոր նկատառումներ ունենա, երբ ճամփա է դուրս գալիս։ Նպատակը ճամփորդության, ժամադրան վայրը, ճանապարհին անհրաժեշտ իրեր, միջոցներ եւ անվտանգություն։ Այդպես էլ հոգևոր ճամփորդությունը ենթադրում է այս ամենը։ Մարդու կյանքը ընդհանրապես ճանապարհ է։ Ճանապարհ ուխտագնացություն, Սուրբ Օգոստինոս Երալենին ասում է. Տեր, դու մեզ ստեղծել ես քո համար եւ չի գտնի հոգիս խաղաղություն, միջև չգտնի քեզ։ Այսինքն մարդու կյանքը ճանապարհ է դեպի Աստված։ Եվ մեծ պակը այս հոգևոր ճամփորդությունը մեզ հիշեցնում է այդ ճանապարհը, հիշեցնում է նպատակը մեր եւ հիշեցնում է, որ մենք ինչի համար ենք ստեղծվել։ Մենք ստեղծվել ենք Աստծո համար։ Եվ մեր հոգին չպիտի գտնի խաղաղություն, ինչպես Երանելին է ասում, միջև չգտնի Աստծուն։ Իսկ ամեն տարի այդ հիշեցնելու համար եկեղեցին կարգել է այս խորհրդավոր հիասքանչ շրջանը, ճանապարհը դեպի Աստված։ Սակայն շատ կարևոր է, որ մենք ինքնակնությամբ տեսնենք մենք ուր ենք այդ ճանապարհի վրա։ Ինքներս ուր ենք։ Արդյոք մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհի վրա։ Արդյոք մենք այն ճանապարհին ենք, որը դեպի Աստված է տանում։ Թե կարող է ճիշտ հակառակ ենք գնում։ Կամ ինչ որ միտեղ այդ ճանապարհը անցել ենք եւ հետո շեղվել։ Կամ ինչ որ ճանապարհի մի մասում ուժասպառ ենք եղել, մեղքերի բերի տակ կքել ենք եւ չենք կարողանում շարունակել մեր ճանապարհը։ Կամ միջև անգամ թերևս մենք կանգնած տեղում դոփում ենք։ Կամ ինքներս մեր առանցքի շուրջը շրջվում ենք, պտտվում ենք։ Շատ կարևոր է մենք յուրաքանչյուրս տեսնենք որտեղ ենք այս ճանապարհի վրա։ Եվ այդ ինքնակնությամբ եւ որ խնդրում ենք Աստված լուսավորի մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին, բացի մեր գիտակցությունը Սուրբ Հոգով, տեսնենք որտեղ ենք մենք։ Սիրելիներ, ժամանակակից մարդը ինքը հեռացել է ինքը իրենից։ Փախուստ է տալիս, խուսափում է ինքը լինելու իր հետ։ Զբաղվում է ամեն ինչով, աշխարհով, հեռախոս, լուրեր, վայրկներ, զբաղունքներ, միայն ինքը չլինի իր հետ, ժամանակ չտրամադրի ինքը թափանցելու իր ներսը, տեսնելու իր հոգու խորքում իր վիճակը, քանի որ լավ գիտի, եթե նայի իր ներսը, այնտեղ դատարկություն պիտի տեսնի, եւ դա իրեն պիտի վախեցնի։ Այս օրերին մեր միտքը, հավատացյալի միտքը կենտրոնանում է այն միջոցների եւ մեթոդների, արդյունավետ միջոցների, մեթոդների վրա, որը մեզ առաջարկում է մեծ պակը, որը կբարելավի մեր կյանքը, դրական փոփոխություններ կբերի մեր գիտակցության մեջ, մեր կամքի մեջ եւ մեր զգացումների մեջ, որոնք կօգնեն մեզ մոտենալու Աստծուն, կօգնեն մեզ զորանալու հավատքի մեջ, կօգնեն մեզ ձևավորելու ճշմարիտ քրիստոնեական հայացք
կյանքի նկատմամբ եւ նաեւ առաջին հերթից ինքներս մեր հանդեպ։ Եվ իրոք մեծ բակը շատ արդյունավետ միջոցներ է մեզ առաջարկում. ապաշխարություն, պահեցողություն, աղոթք եւ ողորմություն։ Այս առաքինությունները, այս շնորհները կօգնեն հավատացյալին, եթե հավատացյալը այդ ամենին վերաբերում է ոչ թե ձևականորեն, ոչ թե երևակայական իմիտացիայով, նմանությամբ, այլ իրական աստվածային այդ շնորհներին իր սիրտը, հոգին բացել է, այն ժամանակ իրոք կօգնի մեզ թե ապաշխարությունը, թե պահեցողությունը, թե աղոթքը եւ թե բարեգործությունը։ Նախքան մեղանչումը, նախքան նախածնողների մեղանչումը Աստված մարդու սրտի կենտրոնում էր։ Աստված էր մարդու երջանկությունը, ուրախությունը։ Երբ մարդը մեղանչեց, հենակետը սրտից մարդու ընկավ մարմնի մեջ, սակայն սիրտը չդադարեց մխիթարություն, ուրախություն փնտրելու։ Բայց ինչ տեղի ունեցավ, սկսեց այդ ուրախությունը, մխիթարությունը փնտրել զգարանների միջոցով աշխարհում, աշխարհից զգարանների միջոցով ստանում էր ազդակները եւ դա փոխանցում սրտին հոգուն եւ սիրտը հոգին աշխարհից ինչ պիտի ստանային այս մեղավոր աշխարհից եւ այդ մեղքի թափանցումը մարդու մեջ, մարդու հոգու սրտի մեջ ձևավորեց մի ոլորտ եւ սիրտն էլ հոգին տարվեցին մարմնական ցանկություններով, մեղքի ցանկություններով եւ իրենց համար կարևոր գերագույն նպատակ ընդունեցին այդ ցանկություններից ստացած ուրախությունը եւ երջանկությունը վայելելու։ Սակայն այս աշխարհը երբեք մարդուն չի կարող տալ այն, ինչ որ մարդը ուներ Աստծո հետ, Աստծո նմանությամբ։ Եվ մեծ բակի կարևորությունը այդ է, որ մարդուն կրկին ճանապարհ ցույց տա, մարդուն օգնի, որ մարդը վճռականությամբ փափակ, առաջին հերթին փափակ ցանկություն հայտնի աշխարհից կրկին վերադառնալու իր հոգու ներսը, իր ներսում Աստծո մոտ եւ գտնի Աստծո մեջ կրկին ուրախությունը, կրկին երջանկությունը։ Եվ դա է մեզ մեծ բակ այս հնարավորությունը տալիս։ Սուրբ հայրերն ասում են մարդու միտքը պիտի կարողանա հսկողություն իրականացնել մարդու զգացումների վրա։ Ինչպես կարող է դա լինել, եթե միտքը սրտի մեջ է մարդու։ Երբ կարող է մարդու միտքը, գիտակցությունը կարողանաս իր զգացումները, մարդու ցանկությունները, խորհուրդները հսկել, ղեկավարել, եթե միտքը կրթված է, եթե միտքը գիտելիքներով հարուստ է, խոսքս բարձրագույն կրթության վկայանների մասին չի, այլ մարդու հոգևոր գիտակցության, հոգևոր կրթության, հոգևոր դաստիարակության, հոգևոր գիտելիքների այդպիսի միտքը հարուստ է եւ նրան երբեք չես կարող շեղել։ Իսկ եթե միտքը լուսավորված չի, նա չի կարող մարմնի զգացումները, ցանկությունները ղեկավարել, հսկել։ Ճիշտ հակառակը կարող է շեղել, ուրիշ կողմ տանել։ Եվ մարդը չկարողանա սխալը ճշտից տարբերել, միջև անգամ իր առջև խնդիր է դրել, նպատակ է դրել, այդ նպատակները, խնդիրները տապալվեն, եթե միտքը լուսավորված չի եւ միտքը չի կարողանում հսկել, ղեկավարել, կառավարել մարդու զգացումները։ Ուրեմն միտքը կարիք ունի կրթվելու, միտքը կարիք ունի սնվելու եւ առաջի աղբյուրը, որ մարդու միտքը, գիտակցությունը պիտի սնվի, դա Աստվածաշունչ գիրքն է։ Ուրեմն մենք սիրելիներ, պիտի հասկանանք, որ մեր միտքը իր բարձրության վրա կլինի միշտ, իր դերում կլինի, եթե մեր միտքը սնվում է Աստծո խոսքով։ Եվ Աստվածաշունչը մեզ համար կյանքի գիրք է, ամենօրյա կյանքի գիրք է։ Ոչ թե մի անգամ կարդացել ենք եւ ծալեր մի կողմ դրել։
կամ հատվածական ենք կարդացել, կամ կիսատ պռատ, ինչ որ պատմություններ, այստեղից, այնտեղից գիտենք, այլ Սուրբ Գիրքը մեր սեղանի գիրքն է, մեր բարձի գիրքն է։ Երբ որ բացում ենք Սուրբ Գիրքը, մենք այդ պահին մեր հոգին սիրտը բացում ենք Աստծո առաջ, եւ Սուրբ Գրքի խոսքերով Աստված մեզ խոսում է։ Սակայն երբեմն տեսնում ենք, որ մարդը կարող է լավ իմանալ Սուրբ Գիրքը, լավ իմանալ պատմությունները Սուրբ Գրքի, հոգևոր գիտելիքներով հարուստ լինել, բայց միտքը իր տեղում չի, իր գործառույթը չի կատարում, միտքը չի կարողանում մարդու կյանքի վրա հսկել, որովհետև ինչու է այդպիսի ծանր վիճակ մարդու մեջ, իմանալով հանդերձ, քանի որ Աստծո խոսքը իր կյանքում առաջնորդող դեր չունի։ Աստծո խոսքը իր համար լոկ պատմություն է։ Խոսքս ավելի հստակ դարձնելու համար օրինակ ձեզ տամ։ 20-րդ դարի սկզբին բոլշևիկ լիդերներից շատերը հոգևոր ճեմարաններում էին սովորել, որտեղ կրոնը առաջնային գիտելիք էր ուսանողների համար, շատ լավ գիտեին Սուրբ Գիրքը, բայց նրանցից շատերը դարձան չարիքներ, ընդ որում նաև Ստալինը, գիտեք, հոգևոր ճեմարանում է սովորել, Միկոյանը Գևորգյան ճեմարանում է սովորել։ Այսինքն այդ մարդկանց համար Աստծո խոսքը, հոգևոր գիտելիքները կյանքի ուղի չէին, համոզում չէին, հավատք չէր, Աստծո նկատմամբ վստահություն չունեին նրանք։ Եվ ի վերջո սերն էր պակասում նրանց մեջ, Աստծո նկատմամբ։ Այսինքն գիտելիքը կօգնի այն ժամանակ մարդուն, մարդը երբ համոզում ունի այդ գիտելիքի նկատմամբ հոգևոր, Աստծո խոսքի նկատմամբ, վստահում է Աստծուն, հավատք է ընծայում այդ խոսքերի նկատմամբ եւ Աստծո խոսքը իր կյանքի ուղին է։ Այն ժամանակ, այո, հոգևոր գիտելիքները նրան կօգնեն, նրա միտքը բարձր տեղ կպահեն եւ միտքը կարող է ղեկավարել իր զգացումները։ Ուստի սիրելի հավատացյալներ, մեզ բակը այս ուսուցումներն են մեզ տալիս այս շրջանում, Աստծո խոսքով զորանալու, հայրերի գրվածքներով, եկեղեցու ուսուցումներով, մեկնաբանություններով, վերլուծություններով զարգացնելու մեր միտքը, մեր հոգին, մեր գիտակցությունը եւ դրանով նաեւ մեր կամքը ամրացնելու եւ դրանով կարողանալու մեղքի դեմ պայքարում հաղթական դուրս գալու։ Եթե մենք չունենք այս գիտակցությունը, ուրեմն դրսից թափանցող կեղծ, ստահոդ, քողարկված գաղափարներ, իդեալները կարող են թունավորել մեր միտքը եւ հոգին, խեղել մեր կյանքը։ Ցավոք սրտի նաեւ դրա ականատեսն ենք։ Հոգևոր տգիտության պատճառն է, որ այսօր շատերը այդ տեսակ թունավոր դրսից եկող կեղծ գաղափարներով տարված կարծում են, որ իրենք ճշմարիտ կյանքով են ապրում։ Եվ այսօր հմտորեն է դա իրականացվում։ Անվստահություն է ներշնչվում եկեղեցու նկատմամբ, հոգևորականի հանդեպ, քանի որ հոգևոր տգիտությունը մարդկանց մեզ այսօր շատ է։ Իսկ մենք, որպես եկեղեցու հավատացյալներ, փոքր հոտ, մեր առաքելությունն է, որ մենք այն ինչին, որ հավատում ենք, դավանում ենք Աստծո խոսքին, հոգևոր գիտելիքներին եւ նրանց դարձրել ենք մեր կյանքի ուղին, դրանով զորանանք, դրանով պայքարենք, պաշտպանենք մեր եկեղեցին, պաշտպանենք մեր հավատքը, ինքներս մեզ նախ պաշտպանենք ամենից առաջ։ Եվ դրանով մենք լինենք հաղթական եկեղեցվո ճշմարիտ հետևորդները եւ ժառանգորդները։ Այսօր Հայաստանի այդ եկեղեցին Մեծ Բաքի առաջին շաբաթ օրը սրբոց տոն է կարգել։ Մեծ Բաքի շրջանում գիտեք, ապաշխարության օրեր են, լուր օրերը երկուշաբթիից ուրբաթ, միայն շաբաթ օրերն են սրբոց տոն։ Եվ այսօրվա հիշատակերի սուրբը Սուրբ Թեոդորոս Զորավարն է։ Հայսմավուր գիրքը մեզ պատմում է մի քանի Թեոդորոս անունով սուրբերի մասին,
Նրանցից մեկը կոչվել է Թեոդորոս Տյուրոս, որ հունարենից նշանակում է զինվոր, իսկ մյուսը Ստարեկտատ, որ նշանակում է հայուրապետ, զորական։ Այս տոնը ուղղակի կոչվում է Թեոդորոս Զորավարի, որտեղ մեր հիշատակությունների մեջ այդ բոլոր սուրբերը անկախ իրեն զինվորական աստիճանից, որ իրենք ունեցել են, Սուրբ Սարգիսը, Սուրբ Մերկորիոսը, Սուրբ Թեոդորոսը, Սուրբ Գևորգը, նրանք կոչվում են զորավոր սուրբեր, այսինքն քանի որ նրանք նաև հոգևոր մարտի մեջ հաղթական դուրս եկան, նրանք ունեցան այդ զորությունը հոգևոր մարտի մեջ Քրիստոսի պսակակիրը լինելու, նահատակությամբ հաղթելու, չարին հաղթելու մեղքը, և այդպես էլ այս սուրբը երրորդ դարի վերջավորության եկեղեցվո նահատակներից է, որը երբեք չվախեցավ այն բոլոր հալածանքների դիմաց, այն բոլոր տանջանքների, կտանքների, որոնք հեթանոս դատավորները կամ կառավարիչները իրականացնում էին քրիստոնյաների նկատմամբ եւ իր զորավոր հավատքով, իր համոզումով, Աստծո նկատմամբ իր ունեցած մեծագույն սիրով նա կարողացավ հաղթել չարի այդ փորձությունը եւ նաեւ իր կյանքով վկայել, իր արյան վկայել, որ ինքը Քրիստոսի զինվորն է, որ ինքը Քրիստոսի հետևորդն է եւ ինքը Քրիստոսի զավակն է։ Եվ իր նահատակությունից 60 տարի հետո 363 թվականին Բյուզանդիայի կայսրն էր, գահին վրա բազմած էր Հուլիանոս Ուրացողը, որը մեծն Կոստանդիանոսի թոռն էր, իր երիտասարդ ժամանակ մկրտված քրիստոնյա հավատացյալ մարդ էր, սակայն մի պահ եղավ եւ նա խոտորվեց, շեղվեց, երևի այսօրվա մեծ պակի թվարկած այդ խորհուրդները նրա մեջ չկար, համոզումը չկար իր ունեցած հոգևոր գիտելիքների կամ իր հավատքի եւ նա ուրացավ Քրիստոսին, կրկին հեթանոսական վարքերին վերադարձավ եւ սարսափելի, անասելի հալածանքներ սկսեց քրիստոնյաների նկատմամբ եւ մեծ պակի սկզբին, ուրեմն շաբաթ օրը երեկոյան օրվա պատիարքը Անտիոքի պատիարքը երազ է տեսնում, երազի մեջ մի սուրբ մոտենում է նրան եւ ասում է կայսրը դավադրություն է կազմակերպել, ծրագրել, ամբողջ շուկայի ուտելիքը խառնված են զոհի արյամբ եւ ճարպով, հեթանոսական զոհերի, ուստի բոլոր եկեղեցներին լուր ուղարկի զանգերը հնչեցրեք, հոգևորականներին ասա, որ ժողովրդին ահազանգեն, որպեսզի շուկայից որևէ ուտելիք չգնեն, այդ ձևով, այդ դավադրությամբ կայսրը փորձում էր խափանել պակի խորհուրդը, պահեցողությունը քրիստոնյաների կյանքում եւ պատիարքն ասում է լավ, եթե ժողովուրդը չգնեն ուտելիք, հարուստները թերևս իրենց ամբարներում ունենան պարեն, խեղճ մարդիկ, պարզ ճինականները, որոնք ամեն օր իրենք վաստակում են եւ գնում իրենց վաստակով առօրյա հացն են գնում, ինչ պիտի անեն նրանք, ասում է ցորեն խաշեն եւ ցորեն ուտեն, հունարեն կուլիբա է նշանակում այդ խաշած ցորենը, որ մենք ասում ենք հատիկ, պատիարքն ասում է իսկ ով ես դու Աստծո սուրբ, որ Աստված քեզ ուղարկեց մեզ հայտնելու այս դավադրությունը, ասում է ես Թեոդորոս Տյուրոսն եմ, Քրիստոսի զինվորն եմ եւ առավոտյան պատիարքը լուր է տալիս բոլոր եկեղեցներին, հոգևորականներին, կոչ են անում եւ մարդիկ իմանալով այդ դավադրանքը հարուստները կամ եկեղեցիներ իրենց հանում են պարեններից, պահեսներից ցորենը բաժանում եւ ասում են կուլիբա կերեք, խաշած ցորեն կերեք եւ հետո իմանում են, որ այս սուրբը Թեոդորոս Տյուրոսը երբ մանուկ էր նախ շատ փոքր, մի քանի ամսական, երբ ծնվում է, կորցնում է իր մորը եւ հայրը այնքան աղքատ է լինում, չի կարողանում իջև անգամ կաթ գնել, երեխային կաթով կերակրել, սնել, միայն ցորեն են ունենում, ցորենը խաշում է, այդ ջուրը խաշած նրան երեխային խմացնում է, երբ որ մի քիչ մեծանում է երեխան, ճզմում է ցորենը եւ կերցնում է նրան եւ նա այդ սննդով դառնում է ուժեղ պատանի երիտասարդ աժդահա եւ դրանով նա իր ամբողջ կյանքում ասում է սիրում էր խաշած ցորեն ուտել, որտեվ դա էր իրեն ուժ տվել եւ այդպես էլ ինքը այդ
հայտնությամբ Աստծո պատգամը կատարելով փրկեց քրիստոնյաներին այդ մեծ դավադրանքից։ Այսօր ընդհանրապես ուղղափառ եկեղեցին հույները ցորեն են խաշում եւ բաժանում ժողովրդին եկեղեցներում ի նշան այդ մեծ ուրեմն խորհրդին, որ կատարվեց։ Սիրելիներ, ես կարծում եմ ոչ թե միայն նյութական այդ պահեցողությունից Աստված մարդկանց փրկեց, այլ հոգևոր նրանց պահեցողության շնորհեց։ Եվ Սուրբի այցելությունը պատիարքին եւ ընդհանրապես Սուրբերի հիշատակը եւ այսօր էլ մենք տոնում ենք Սուրբի հիշատակը, հիշելով նրանց հոգևոր սխրանքները, նրանց ապրած կյանքը, նրանց առաստված ունեցած մեծ սերը եւ հավատքը եւ վստահությունը եւ դրանով ինքներս էլ ենք քաջալերվում, ինքներս էլ ենք զորանում նրանց կյանքի օրինակով, նրանց սխրանքով եւ մանավանդ նրանց բարեխոսությունն ենք խնդրում։ Մենք դավանանքի բանաձևի մեջ ասում ենք իթողություն մեղած հաղորդությամբ սրբոց, այսինքն սուրբերի հաղորդությամբ, սուրբերի օգնությամբ մենք մեղքն ենք կարողանում հաղթել, թողություն ստանալ Աստծուց։ Ուրեմն թող Սուրբը այսօր բարեխոս լինի մեզ բոլորիս համար, որ իրենց հաղթական եկեղեցվո օգնությամբ զինվորյալ մաքարող եկեղեցին կարողանա զորանա Աստվածային այն շնորհներով, զենքերով, որ Տերը մեզ տվել է, մանավանդ մեզ Պաքը, այդ գեղեցիկ շրջանը հոգևոր խորհրդավոր մեզ առաջնորդում է, այդ զենքերը վերցնենք եւ դրանով կարողանանք հաղթել, դրանով կարողանանք Աստծո շնորհով մենք որպես քրիստոնյա ստանալ այն մեծ շնորհը փրկության, որ Քրիստոս մեզ պիտի տա իր հարությամբ եւ պիտի փառավորվի իր անունը Սուրբ Երրորդությանը, Հորը, Որդու եւ Սուրբ Հոգու, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ գեղեցիկ շնորհացել Հոգուներ թակ խաղաղությամբ եւ Տեր Հիսուս եղեցին ձեզ ընդամենեսյանս ամեն։ Աստված մեզ բոլորիս մեծ ողորմության շնորհի արժանացրեց, հա, որ մեծ պահքի առաջին շաբաթ օրը Թեոդորոս Զորավարի տոնի օրը Թեոդորոս Զորավարը երկնքից մեզ օրհնեց, մենք հիշատակը կատարեցինք, իր օրհնությունները ստացանք երկնքից, իր անվանակիր Թեոդորոս Սրբազանն էլ քարոզով, հա, ոգևորելու, կրթելու, դաստիարակելու, հոգևոր սնունդ պարգևելու։ Աստծո օրհնությունը միշտ ձեր վրա լինի, սիրելի հավատացյալներ, նաև խնդրում ենք ձեր աղոթքները մեզ համար հոգևոր դասի, որովհետև գիտեք, խնդիրներ կան, հոգևոր մարտը շարունակվում է, կարևորը զինվորները իրենց տեղում լինեն, զինվորները կոփված լինեն, զենքեր իրենց ձեռքին լինեն, վահան ունենան, երբեք չընկճվեն, երբեք չհանձնվեն, երբեք չտկարանան, սակայն միշտ ասում եմ, եթե Երուսաղեմը հոգևոր սահմանն է, դուք էլ մեր մեջքն եք պահողը, թիկունք պահողն եք եւ ձեր աղոթներով Աստծո ողորմությունը պիտի իջնի մեր ազգի վրա։ Ամեն։